Գյումրիի նորընտիր ավագանու առաջին նիստը կգումարվի ապրիլի 16-ին ազատությանը փոխանցեցին ընտրատարածքային հանձնաժողովից։ Առաջին նիստում 33 հոգանոց ու 5 ուժից բաղկացած ավագանին քաղաքապետ կընտրի։ Որովհետև Աստված ընդմեզ է։ Ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած Մարտուն Գրիգորյանի երեկվա հայտարարությունից արդեն պարզ է, որ 13 տարվա ընդմիջումից հետո քաղաքապետի պաշտոնում կընտրվի Կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանը։ Ավագանի անցած մյուս 3 ընդդիմադիր ուժերը կապահովեն անհրաժեշտ ձայները, իսկ իշխանական ՔՊ-ի ստացած 14 մանդատները բավարար չեն միայնակ քաղաքապետ ընտրելու համար։ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը 90-ականների վերջից մինչև 2012 թվականը ղեկավարած Վարդան Ղուկասյանը վստահ է, որ առաջին նիստում անակնկալներ չեն լինի։ Մենք ավելի շատ իրանցից կտանենք, քան իրանք մեզանից։ Ուրեմն ես այդքան թույլ մարդ եմ, հա։ Հələ դու ինձ նայի, աբրացիս նայի բան։ Ուրեմն ՔՊ-ն կարող ինձանից մարդ տանի ու մենք իրանցից չենք կարող տանել։ Ես այդ բաներին չեմ ուզում պատասխանել, կաբրենք կտեսնենք ամեն ինչ, հասկացար, ես գիտեմ, որ լավ է լինելու։ Քննադատելով իշխանությունների վարած քաղաքականությունը, Ղուկասյանը միաժամանակ արդեն հայտարարում է, որ պահելու է սուբորդինացիան։ Ես պահելու եմ սուբորդինացիան։ Ուրեմն Какой привет, такой ответ։ Ինչ ձև իրանք պահեցին, նույնը ես եմ պահելու։ Քաղաքական առումով ես իրանց քաղաքականությունը չեմ կիսում, իրենց հետ համամիտ չեմ, իրանց հետ դեմ եմ։ Բայց քաղաքի հետ խնդիրների հետ կապված, քաղաքի եւ պետության շահերի հետ կապված, ուրեմն եթե որևիցե մի խնդիր լինի, կպահեմ ճիշտ։ Եթե ոչ, բարձրաձայնեմ, թող ամբողջ երկիրը իմանա, թե ոնց են պահում ընդդիմադիր թեկնածուի ու քաղաքի նկատմամբ։ Պաշտոնական լիազորությունների չարաշահման ու ապօրինի հարստացման գործերով անցնող 64-ամյա Ղուկասյանը հաստատեց, փոխքաղաքապետի պաշտոնը ոչ մի ուժի չի տա։ Դա բացատրում է իր հնարավոր ձերբակալությամբ ու ասում, որ իր բացակայության պայմաններում միայն իր մտերիմին է վստահում քաղաքի կառավարումը։ Ավելին, բացահայտեց, թե ում է առաջարկելու այդ պաշտոնը, իր դստեր ամուսնուն, որը Կոմկուսի ցուցակի երկրորդ համարն է։ Առաջի փոխքաղաքապետը լինելու է Ավետիս Սարաքելյանը։ Մի պաշտոն էլ առաջարկեց իրեն աջակցող Իմ հզոր համայնք դաշինքը գլխավորող գյումրեցի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանին։ Որպես մշակույթի ներկայացուցիչ առաջարկում եմ հենց իրեն հիմա մշակույթի բաժինը ինքը ղեկավարի, շատ լավ կլինի, ես լավ կզգամ, որ ինքը ղեկավարի, աշխատենք միասին։ Ընդդիմադիր Մարտուն Գրիգորյանը, որ սպանությամբ ուղեկցված ընտանեկան ու քաղաքական վաղեմի հակամարտություն ունի Ղուկասյանի հետ, 3 հստակ ընդգծել էր, որ Գյումրիի նախկին քաղաքապետին սատարելու որոշումն իր համար ծանր է եղել։ Գրիգորյանը միաժամանակ Ղուկասյանին ամենախոցելի թեկնածուն էր որակել նրա դեմ հարուցված գործերի պատճառով։ Բացի պաշտոնական լիազորությունների չարաշահման ու ապօրինի հարստացման գործերից, Ղուկասյանին առնչվող մի վարույթ էլ հարուցվել է այս երեքշաբթի։ Դրանով նրան առայժմ մեղադրանք չի առաջադրվել։ Հավաքին մասնակցելուն հարկադրելու հոդվածով հարուցված վարույթը քարոզարշավի վերջին օրերին տարածված մի ձայնագրության հետքերով է, որում ենթադրաբար Ղուկասյանը սպառնալիքներ ու հայհոյանքներ է տեղում Գյումրիի շուկաներից մեկի աշխատողների հասցեին, հեռախոսի մյուս կողմում գտնվող անձին հանձնարարելով նրանց հետ հանդիպում կազմակերպել։ Մտավախություն չունի, որ հենց այս վարույթի շրջանակներում իրեն կկալանավորեն։ Դա այդտեղ եղած-չեղած մի հաշիվ է, ավելի լուրջ խնդիրներ կան։ Թող մտածեն 388 եկեղեցիները, որ թուրքերին տվել են, թող մտածեն 12500 քառակուսի մետր, ուրեմն հողերը, որ 1000 տվել են թուրքերին, մտածեն 12 քաղաքի ու 241 գյուղերի մասին մտածեն եւ այնքան նմանատիպ խնդիրներ կա, որ այդ դարդը թողել են ընկել են այդ ձայնագրությունը նախ թող մտածեն, դե Նիկոլ Փաշինյանը խոսում էր ադրբեջանական լեզուն, դե դրա համար ինչ են մտածում, կա ինչ որ արհեստական բանականություն է կոչվում, հա, դե այդպես թող գնան խորանան կտեսնեն, որ շատ հարց է, դա ինձ համար սովորական բան է, չէ, հեքիաթներ են։ Գյումրիի ընտրությունների վերջնական արդյունքները ամփոփվելու են վաղը, մանդատները նորընտիր ավագանու անդամները կստանան ապրիլի 14-ին։